ներողություն կարելի է, Պարոն Մեխակյան, արդեն 8-րդ օրն է, ինչ տեղի ունենում նոյեմբերի 16-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը, ամփոփելով անցած 8 օրերի ձեր տպավորությունները, ինչ կհաղորդեք, ինչպիսի ընդունելության եք արժանանում։ Շատ լավ ընդունելության ենք արժանանում բնակիչների կողմից, իհարկե շատ հարցեր են բարձրաձայնվում, շատ խնդիրների մասին ենք խոսում, բայց նաև շատ դրական տրամադրվածություն ենք տեսնում իրենց կողմից, ինչպես նաև շատ մեծ սպասելիքներ մեր թիմից, որպեսզի առաջիկայում սեղմ ժամկետներում իրենց հարցերի մեծ մասը լուծում ստանա։ Օրինակ ինչ խնդիրներ են բազմաթիվ են խնդիրները, ենթակառուցվածքային խնդիրներ են հիմնականում եւ բարեկարգման խնդիրներ։ Հիմնականը դա է։ Այս թաղամասում ինչ խնդիրներ բարձրացրեցին բնակիչները։ Շնորհակալ եք, մասնակցելու եք, չէ՞։ Անպայման, ես մասնակցեմ, բայց մի բան պետք է ասեմ, ես ինչ այս փողոցները։ Ոչ, ասում տաքսին կանչեմ, տաքսիները չեն գալիս։ Այս շենքերի վիճակը տեսել եք, ֆռացել եք, պրոստը ափսոս չեմ հանդիպել ձեզ, զավ ցույց տա։ Այդ քարուքանդեր ո՞նց պետք է լինի։ Սենց գալիս եք, ասում եք, այդ մեկ ընտրվում եք, ուտում եք բերանները, ծրվում եք դոշերը, թափեք და մոռանում եք մեզ, սենց ո՞նց կլինի։ Այդ իհարկե փոխադրական իմաստով ասում։ Դե հա, ո՞նց կլինի տենց, ախր չի լինում, հա։ Քիչ կլինի ամեն ինչ։ Ադե քիչ-քիչը որն անտերվում եք, գալիս ենք հարցով դիմում եք, ասում եք, էսի բյուջեի հետ կապված է, թող էս անենք նոր էս մնացած է։ Ո՞նց կլինի սենց։ Այս ընթացքում մնաց չի որ քիչ բաներ արվի ու հիմա արվում է զուգահեռ։ Գիտեմ, խաբարեմ, ես սա տենում եմ, բայց ուզում եմ, որ էս ես ասենք թե եկել եմ ստե հյուր եմ, եկել մի հատ տաքսի եմ կանչում, չի գալի տաքսին։ Հասկանալի է։ Քարուքանդի համար ոչ կոյուղի կա այդ փողոցը։ Այս ասֆալտները քարուքացնեն, պետք է հարցի լուծում տվի։ Արդեն դուք պետք է լուծած լինեիք, նոր դնեիք, այս քարոզարշավը սկսեիք։ 3 ամսում հնարավոր չէր լուծել ցավոք սրտի։ Բայց ձեր նման քանի հատ այս քարոզարշավներ արեցին, գնացին, եկան։ Ովքեր են Ես համար եմ պատասխանատու։ Հա, սաղել են ասում, մենք մեր համար ենք պատասխանատու, բայց Հարցեր մոռանում եք են։ բարձրաձայնում, մենք անցած մի 10-15 օր առաջ եղել ենք Ուղղակի ափսոս, որ շենքերում ես չհանդիպեցի ձեզ։ Ես որպես շենքերի բնակիչ։ Շատ այցերը եղել է շենքերում, իմ պաշտոնավարման Դե գործեմ էլ ինչ անեմ, չեմ կարիցել։ Ապրեք, ես հույսով եմ նոյեմբերի 16-ից հետո, երբ որ մենք ունենանք իշխանություն, էլի ձեր հետ միասին ես Դե հիմա ստորագրի, որ ես գամ քո մոտ ասեմ, տես էսի ես եմ։ Չկա Ստորագրի, որ ես իմանամ դուք եք լնելու։ Շատ լավ, դե գնացինք ձեզ լավ Ձեզ Դրելով առարշաբացն է, դրելով զվարդոսն է, այժմ ձեր թաղամասում է գտվում, Վաղարշաբատ համայնքի, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտ Մեխակյան է։ Պարոն Մեխակյան, մրցակից թեկնածուների նախընտրական ծրագրերին ծանոթացել եք, ինչ այլընտրանքներ են առաջարկում, ինչ լավ գաղափարներ են առաջ քաշում, քան ձեր նախընտրական ծրագրումը ներկայացված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից ծանոթացել եմ այն ուժերի նախընտրական ծրագրերին, որոնք որ ներկայացրել են, այնտեղ հրապարակված է։ Ես ասեմ, որ ուղղակի մի քանի ծրագրեր կան կամ ծրագրային կետեր կան, որ աբսուրդի ժանրից են, դրանք աշխարհաքաղաքական հարցերը բերում են տեղական ինքնակառավարման մարմինների օրակարգ են դարձնում, որով եւ սահմանադրությամբ եւ օրենքներով թիմ մարմինները նման իրավազորություն չունեն, նրան նման լիազորություններ չունեն։ Դա ակնհայտ է դարձնում, որ իրենք ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչ է նշանակում տեղական ինքնակառավարման մարմին, ինչ է նշանակում ավականի եւ ավականու ֆունկցիաները եւ ավականու որոշումները ինչին կարող են վերաբերել։ Նաեւ ընդդիմադիր մեր այդ գործընկերները, որոնք հայտ են ներկայացրել համայնքի կառավարման process-երում ներգրավելու անխտիր իրենց նախընտրական ծրագրում գրել են, որ իրենք պետք է հասնեն ՔՊ-ի իշխանազրկմանը։ Ես ասեմ, որ դա իրենց մոտ կմնա ցավոք սրտի դեռ երկար ժամանակ երազանք։ Մասնավորապես որ տեխնացուներն են իրենց նախընտրական ծրագրերում աշխարհակաղակական հարցեր բարձրացնում, երկուսին կնշեք։ Գրեթե բոլոր ընդդիմադիրները, Հայաստան,
Մայր Հայաստանը հաղթանակ դաշինքը, որը դաշնակների հետ համագործակցության արդյունք է հաղթանակ դաշինքը, չգիտեմ, ուղղակի ես ցավում եմ, որ մեր վաղարշապացին պետք է, ես կուզենամ, որ վաղարշապացին ընտրություն կատարել լավի եւ ավելի լավի միջև, բայց այստեղ մենք ցավոք սրտի մեր ընդդիմադիրների կողմից չենք տեսնում առարկայական քննարկումներ։ Իրենք լինելով նույն հաղթանակ դաշինքի ցուցակի մի մասը, իրենք հիմա էլ գործող ավականիներ են, որպես ընդդիմադիր ավականիներ եւ մենք ցավոք սրտի այս տարիների ընթացքում չենք տեսել իրենց կողմից բարձրաձայնված հարցեր, իրենք նոր են ծանոթանում խնդիրներին, այս ընթացքում անգործության են մատնվել եւ ես կոչ եմ անում մեր վաղարշապացիներին, Վաղարշապատ համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչներին եւ գյուղական բնակավայրերի բնակիչներին, որպեսզի նրանք ուշադիր ծանոթանան իրենց նախորդ տարվա ընդդիմադիրների նախորդ տարվա գործունեությանը եւ նոր որոշում կայացնեն եւ համոզված եմ, որ ծանոթանալու դեպքում հաստատ իրենց չեն ընտրելու իրենց առաջին հերթին անգործություն դրսևորելու համար։ Իսկ իշխանազրկում ասելով ինչ նկատի ունեն, պարոն Մեխակյան, արդյոք Գյումրիում տեղի ունեցած հասկանում եք, իրենց ոչ մի նպատակի մեջ չկա քաղաքացու շահը, քաղաքացու բարեկեցությունը, միջավայրի բարելավումը, ինչը որ տիմ մարմինների լիազորություն է։ Իրենց ամբողջ նպատակը, որ ԿՊ-ն չլինի իշխանության։ Դա կարծում եմ աբսուրդի ժանրից է, որովհետև ԿՊ-ն իշխանությունը թող իրենք թիրախային ԿՊ-ի գործողությունները որպես տիմ իշխանություն այդ քննարկեն եւ այդ բացերը քննարկեն, ոչ թե բերեն իրենց քաղաքական շահերը փաթաթեն մեր վաղարշապացու վզին։ Ես կարող եմ ուրախությամբ ասել, որ 2015-ից հետո ԿՊ վաղարշապատում իշխանության եղած տարիներին բազմաթիվ ծայրամասային թաղամասեր մի շարք խնդիրների լուծում են ստացել, մասնավորապես նույն այս թաղամասի հակառակ կողմը մի քանի փողոցներ այնտեղ ասֆալտապատվել է, Արամ Մանուկյան 1 եւ 2 թաղամասերը նույնպես ծայրամասային թաղամասեր են, այդտեղ ամբողջությամբ կոյուղի է, կոյուղու համակարգ է անցկացվել, որ նախկինում երբեք չի եղել, ինքը 90-ականներին ստեղծված թաղամաս է, Արամ Մանուկյան 1-ը նույնիսկ ասֆալտապատվել է ամբողջությամբ եւ մենք ծրագրում ենք հաջորդող Արամ Մանուկյան 2-ը ասֆալտապատել, Չարենց բնակելի տների թաղամասի մի հատվածը, մեծ հատվածը կոյուղի է անցկացվել, Չարենց 2-ը պլանավորում են կոյուղի եւ նմանատիպ աշխատանքներ, դրանք ծայրամասային թաղամասերին բնորոշ խնդիրներն են, իսկ կենտրոնը մեր ունի լուրջ տուրիստական միջավայրի բարելավման խնդիր, արդեն այգիներ, բուրակների արդիականացում, մայթերի ոչ սովորական, կարծում եմ ավելի գեղագիտական լուծումներով, նույնիսկ մտածում ենք հեծանվային արահետների կամ հեծանվի համար նախատեսված ճանապարհների լայն մայթերը որտեղ որ թույլ կտան առանցին գծանշումներով նաև դա ունենալ։ Բազում խնդիրներ ժառանգած համայնքի կառավարում եք։ Այո, ցավոք սրտի շատ խնդիրներ, բայց ես լիահույս եմ, որովհետև մեր թիմը չի վախենում աշխատանքից։ Մենք նախորդ 4 տարիների ընթացքում Խոյ համայնքում մեր քրտնաջան գիշերուզոր աշխատանքի արդյունքում այսպիսի բազմաթիվ խնդիրներ ենք լուծել ի ուրախություն մեզ եւ մեր բնակիչների։ Իսկ նախորդ համայնքապետերը ինչ հեղափոխությունը որևէ աշխատանք չեն կատարել, տպավորություն է, որ այնպես չի, որ չեն արվել, բայց մենք պետք է ընդունենք, որ խոշորացումից հետո ընձեռվել են նոր հնարավորություններ եւ Էջմիածին քաղաքը, Վաղարշապատ համայնքը, այսպես ձևակերպեմ, լիարժեք չխոշորանալու արդյունքում զրկվել է այդ հնարավորությունից, որովհետեւ բաղկացած է եղել երկու բնակավայրերից, իսկ բազմաբնակավայր լինելը դա դոտացիայով կարգավորվող բանաձևով ավելի մեծ ֆինանսական միջոցների հատկացում է ենթադրում, ինչը որ նախորդիվ հնարավորություն չեղե, իսկ նոր խոշորացմամբ այդ հնարավորությունը կա, բացի դրանից մենք պետք է շատ ճիշտ համագործակցենք թիրախային կառավարության հետ լրացուցիչ միջոցներ ներգրավելու հրատապ ծրագրերի լուծման շրջանակներում միջազգային կառույցների հետ աշխատանքում պետք է հնարավորինս մաքսիմալ շատ ներդրումներ ներգրավենք մեր համայնք տարբեր խնդիրների լուծման նպատակով, փոքր եւ մեծ։
Եվ ես կարծում եմ, որ ամենամեծ խնդրի լուծումը ես տեսնում եմ կառավարության հետ համատեղ ծրագրերի արդյունքում, որովհետև կառավարությունն է, որ պետք է ամենամեծ ներդրումը ունենա մեր համայնքում։ Արգիշտի Մեխակյան համար, Արգիշտի Մեխակյան համար, Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։